Հայաստանի Հանրապետության 2011 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից Սյունիքի մարզին հատկացվել էր 720 միլիոն դրամ, որն ուղղվել է ճանապարհաշինությանը, մշակութային կենտրոնների նորոգմանը եւ դպրոցաշինությանը։ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի խոսքով տարեսկզբին հատկացված գումարով նախատեսված բոլոր աշխատանքները գրեթե կատարվել են։ Սակայն որոշ կառույցներում նորոգման աշխատանքները ամբողջությամբ ավարտելու համար լրացուցիչ միջոցներ էր հարկավոր։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջնորդությամբ կառավարությունը լրացուցիչ հատկացրել է եւս 720 միլիոն դրամ։ Սեպտեմբերի 29-ին նորից կառավարության որոշմամբ նույնքան միջոց է հատկացվել մարզի էլի առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը, քանի որ մարզպետը եւս մի քանի անգամ ներկայացրել էր կառավարություն վարչապետին, վարչապետի այցի ժամանակ այդ հարցերը քննարկվեց, մարզում առկա էին եւս առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ հիմնախնդիրներ եւ կառավարությունը ընդառաջելով եւս 720 միլիոն դրամ գումար է հատկացրել, որպեսզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներին ինչ որ չափով լուծում տրվի եւ թեթեվացվի այդ հոգսը։ Նոր հատկացված միջոցների հաշվին առաջարկություն է արվել, քննարկվել է նախ մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ եւ կուսակցական կազմակերպությունների հետ եւ այդ ծրագրերը հիմնականում տեղ գտան ես երկրորդ հատկացված միջոցներով առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Եվ պետք է ասեմ, որ առաջարկվել է եւ տեղ են գտել կառավարության որոշման մեջ հետեւյալ հիմնախնդիրները։ Նախ դրանք նպատակաուղղվել են 404 միլիոն դրամ գումար նպատակաուղղվել է էլի համայնքներում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատմանը, 117 միլիոն դրամ նպատակաուղղվել է դպրոցաշինությանը, կրթական օբյեկտների հիմնանորոգմանը, մանկապարտեզների հիմնանորոգման համար հատկացվել է 25 միլիոն դրամ, մշակութային օբյեկտների հիմնանորոգմանը 20 միլիոն դրամ, շենքեր շինությունների կառուցման նորոգման հետ կապված ուրեմն հատկացվում է մոտորապես 122 միլիոն դրամ, որից 65 միլիոն դրամ միայն Գորիսում սոցիալական տուն աջակից պայմաններով շենքի շինարարության համար կհատկացվի, գերակշիռ մասը իրականացում է շվեյցարական զարգացման ծրագրի միջոցով եւ 65 միլիոն դրամ համայնքային ներդրում որպես կիրականացնենք մենք։ Եվ առողջապահական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ կսկսվի Սիսիանի առողջապահական կենտրոնում եւ դրանով հիմնականում կավարտենք նախատեսված հատկացված այդ 720 միլիոն դրամի շինարարական նորոգման աշխատանքները մարզում։ Կապանում 208 միլիոն դրամ կուղղվի Գրիգոր Արզումանյան փողոցի ասֆալտապատմանը։ Գրիգոր Արզումանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որ 2007-8 թվականներին մենք սկսել էինք նրանց հիմնանորոգման աշխատանքներն իրականացնել եւ թերի էր մնացել, ներկայումս հատկացում է 208 միլիոն դրամ, որպեսզի ամբողջությամբ հիմնանորոգվի մեր Հալիձոր թաղամասի կամրջից մինչև Զորամասի սկզբնամասը, որտեղ թերի էինք թողել մեր ասֆալտապատման աշխատանքները եւ այդ ծրագիրը ամբողջությամբ ավարտելուց հետո մենք հնարավորություն կունենանք քաղաքը երկու կողմանի, երկու ողջի գետի աջ եւ ձախ հատվածներով մուտք գործելու եւ շրջանցիկ ճանապարհ, այսպես ասած, ունենալու։ Ամբողջությամբ այն կհիմնանորոգվի կապիտալ նորոգումը իրականացվելու վերակառուցման հատվածները ամբողջությամբ կվերակառուցվի, հիմնանորոգվող հատվածները ուրեմն հիմնանորոգումը կարվի, նախագծերը պատրաստ են, աշխատանքները սկսվել են, կարելի ասել։ Այնտեղ տեղով անցնում է նաև կապանը սնուցող խմելու ջրագիծ, ջրագծի աշխատանքներն իրականացվում են համապատասխան կազմակերպության առաջին կազմակերպության միջոցով, նրանք ավարտելուց հետո կշարունակվի նոր մեր ասֆալտապատման աշխատանքները։
Իդեպ, Գրիգոր Արզումանյան փողոցի ասֆալտապատման համար նախատեսվել էր 159 միլիոն դրամ և 59 միլիոն դրամ նախատեսվել էր Շահումյան փողոցի աջափնյակ հատվածի բարեկարգման համար։ Ըստ Արշակ Ուստաբաշյանի նախագծանախահաշվային պլանով վերոնշյալ երկու ճանապարհահատվածների նորոգման համար անհրաժեշտ են ավելի մեծ գումարներ։ Այդ իսկ պատճառով որոշվել է աջափնյակ հատվածի ասֆալտապատման համար նախատեսված գումարը հատկացնել Գրիգոր Արզումանյան փողոցի բարեկարգման համար նախատեսված գումարին և ամբողջությամբ ավարտել այդ հատվածի շինարարությունը։ Շահումյան փողոցի աջափնյակ հատվածի ասֆալտապատման աշխատանքները այս ծրագրով չի իրականացվի։ Պատճառը 129 միլիոն դրամ միայն 917 գծամետր երկարությամբ փողոցի ասֆալտապատման աշխատանքներին պետք է նպատակաուղղվեր, թերի մնար Գրիգոր Արզումանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները և նպատակահարմարությունն այն էր, որպեսզի ավարտեինք սկսած գործը և նպատակահարմար գտանք քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնել Գրիգոր Արզումանյանի փողոցի ասֆալտապատումն ամբողջությամբ ավարտել։ Հուսով ենք, որ առաջիկայում եթե հնարավորություն լինի, դա էլ կարելի։ Եթե ետ նայենք 1-2 տարի առաջ ունեինք Ռաֆայել Մինասյան փողոցի շատ անբարվոք, ոչ բարվոք վիճակի հատված, դա մենք ընթացիկ տարում ավարտեցինք և մինչև նախկին էլեկտրոն գործարանի հատվածը կարելի ասել երթևեկության համար նորմալ պայմաններ են։ Ամենայն դեպս Ռաֆայել Մինասյան փողոցը կարելի ասել երթևեկելի է, նորմալ պայմաններ ունենք։ Եվս 20 միլիոն դրամ կուղղվի Կապանի երկրագիտական թանգարանի նորոգմանը աշխատանքները ամբողջությամբ ավարտին հասցնելու համար։ Կապանում երկրագիտական մեր թանգարանի նորոգման աշխատանքները մի փոքր թերի էին մնացել, 80 միլիոն դրամ համարը հատկացվել էր և 20 միլիոն դրամ պակասում էր, 20 միլիոն դրամը եվս հատկացում է ամբողջությամբ այն ավարտելու համար։ Որոշվել է գումար հատկացնել նաև Կապանի համար 4 նախադպրոցական ուսումնական հաստատությունում բարեկարգում իրականացնելու համար։ Մանկապարտեզում մուտքի և դասասենյակների, երեխաների հետ սենյակների նորոգման աշխատանքներ պետք է իրականացվի։ Դրանք իրականացվի և քաղաքապետարանի առաջարկով և մանկապարտեզի տնօրինության առաջարկով այնպիսի աշխատանքներ, որոնք կնպաստեն երեխաների, մանուկների համար հարմարավետ պայմաններ ստեղծելուն։ Թիվ 4 մանկապարտեզի համար 15 միլիոն դրամ։ Տարեսկզբին պահուստային ֆոնդից որոշակի գումար էր հատկացվել Աճանանի դպրոցի նորոգման համար, սակայն միջոցները չէին բավականացրել գոյողագծերի նորոգմանը։ Այդ նպատակով լրացուցիչ գումարից նախատեսվել է 5 միլիոն դրամ։ Աճանանի դպրոցում մենք իրականացրեցինք այս ընթացիկ տարվա մեջ նորոգման աշխատանքները տանիքում, նաև մի փոքր աշխատանքներ իրականացրեցինք մի քանի դասասենյակներում, սպորտ դահլիճում, նաև ամբողջությամբ ավարտեցինք սպորտ դահլիճի նորոգման աշխատանքները, նաև պարզվեց ընթացքում, որ գոյողագծում թերություններ կան, որոնք անհրաժեշտություն ունեն շենքի պահպանման նպատակով առաջարկություն եղավ և 5 միլիոն դրամ հատկացվել է նաև այդ դպրոցի գոյողագծի հիմնանորոգման աշխատանքներին և դա նույնպես ընդգրկվել է այդ ծրագրի մեջ։ Նշենք նաև, որ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում որոշվել է ևս 724 միլիոն դրամ հատկացնել Կապանի համար 2 ավագ դպրոցի հիմնանորոգման համար, որի աշխատանքները վստահվել է Սիսիանի Նորբակ նորոգշին ընկերությանը։ Հայտնի են նաև շինարարություն իրականացնող մյուս կազմակերպությունները։ Ասֆալտապատման աշխատանքները իրականացնելու է Կապանի Ջանշին ընկերությունը, մյուս աշխատանքները կիրականացվեն սահմանված կարգով։ Այսպիսով, մարզին հատկացված 720 միլիոն դրամից 248 միլիոն դրամը նախատեսվել է Կապանի տարածաշրջանի համար, իսկ աշխատանքները կսկսվեն նախագծանախահաշվային փուլն ավարտելուց հետո։